Մի վայրկյան կոմպոս բերեմ։ Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ փարիզյան top recommendation-ներով, տեղերով, թանգարաններով, ուտելու վայրերով, փողոցներով, ամեն ինչ, որ պատկերացնում եմ իդեալական ոնց կանցնի փարիզյան հանգիստ, այսպես ասած։ Նախ ուզում եմ սկսել ամենատարածված հարցերից, երբ գալ, ինչպես գալ, որտեղ մնալ։ Լավագույն շրջանը Փարիզ գալու այդ ապրիլ-մայիս, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են, որովհետև այդ ժամանակ շատ շոգ չի, ավելի քիչ է տուրիստների քանակը քաղաքում։ Ամռան ընթացքում շատ շոգ է, տոթ է, քայլել հնարավոր չի, իսկ ձմռան ընթացքում է շատ ուժեղ քամի է ու ցուրտ։ Որտեղ մնալ, Փարիզը լոր քաղաք է ու քաղաքը բաժանված է 20 հատվածների, ամեն մի հատվածը մի հատ տղամաս է համարվում։ Տարածաշրջան, որտեղ որ ցանկանում եք կանել Փարիզում, կարող եք վերցնել ցանկացած այդ 20-ից, բացի 18, 19, 20, բացած թաղամասում կարող եք Airbnb կամ հոթել վերցնել, դա էլ արդեն կախված ձեր նախընտրությունից։ Օրինակ, ես եթե խորհուրդ տամ, ես կասեմ, որ շատ ավելի լավ է վերցնել Airbnb ու Փարիզյան փոքրիկ ինչ-որ 7 օրյա, 3 օրյա, 5 օրյա, ինչքան որ գալիս եք, այդքան օրվա համար Փարիզյան փոքրիկ կյանք ապրեք, որովհետև ուրիշ փորձառություն է լրիվ, երբ որ դու Airbnb-ում ես ապրում, այդ շքամուտքերը, բալկոնчикները, տներից, որ առավոտյան արթնանում ես ու պատուհանից նայում ես, տեսնում ես մարդիկ ինչով են զբաղվում, չգիտեմ, նախաճաշն ես բուլանժերի դիմացից առնում, ու շատ հավես է, որ այդ փորձառությունը ունենում ես Փարիզում ապրելու։ Դրա համար նախընտրությունը ես միշտ տալիս եմ տենց քաղաքներ գնալուց, որոնք որ ծովափնյա չեն, որոնք որ ավելի շատ սենց ման գալու են, հիմնականում culture-ը ինչ-որ բան են իրանցից ներկայացնում, ես հիմնականում նախընտրությունը տալիս եմ Airbnb-ին։ Ու հիմա վերջապես հասանք նրան, թե ուր եմ ես recommend անում այցելել Փարիզում։ Սկսենք must visit տարածքներից, որ եթե գալիս եք, քանի օրով էլ որ գալիս եք, փորձեք այդ ամեն ինչը տեսնեք, որտեվ հենց դրանց մասին է Փարիզը։ Այդ Eiffel Tower, Arc de Triomphe, Notre Dame, Panthéon ու Sacré Coeur։ Թանգարաններ, որոնք որ պարտադիր է այցելել Louvre, Musée d'Orsay, Musée Orangerie, Rodin-ի թանգարանը ու Պոմպիդու։ Փարիզ պետքա вообще մի անգամ չգալ, պետքա ամեն տարի գոնե մի երկու անգամ գալ։ Թաղամասեր, որոնք որ ձենս ուր կորավ։ Թաղամասեր, որոնք որ խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, որովհետև եղեք ձենս կորավ։ Երբ մի հատ ջուր խմեմ։ Հետ եկա։ Առաջին top իմ սիրելի թաղամասը Փարիզում այդ Մաղենա, ինքը փարիզյան երիտասարդության, fashion ինդուստրիայի top ինչ-որ sense դեմքերի ամենասիրած վայրերից մեկն է։ Միևնույն ժամանակ մոդեռն ու հին փարիզյան շունչ կա, շատ էսթետիկ, շատ սիրուն, աչքերդ շոյվում են ուղղակի ամեն քայլելուց, ամեն ինչ-որ կաֆեշկայից, ամեն մարդկանց հագուկապից, ամեն ինչից ուղղակի անսահման սիրուն է։ Հաջորդ թաղամասը Մոնմարտրն է, որ անպայման պետք է այցելել, այնտեղ Sacré Coeur-ն է գտնվում, то есть միքս կանեք։ Հին փարիզյան դնթն այնտեղ սենց շատ լավ պահպանված է։ Շատ էլի տենց ջահելական տեղեր, որտեղ սենց բարերն են, շատ հավես երիտասարդությունն է, տժիշկներ, մժիկներ, եթե տեսնում եք հենց փարիզյան երիտասարդության շունչը զգաք, այս հիմնական տեղերը այդ Մաղե, Saint-Germain-des-Prés, Latin Quarter, այնտեղ էլ ինչ կա։ Կանալ Սան Մախտան, այդ տարածքները բավականին գրքիր են այցելության համար։ Փարիզը նաև շատ հայտնի է իր ներով ու հիմնականում այդ Դնդտլուրինը եւ Jardin Luxembourg-ը երկուսն էլ շատ սիրուն է, այն կանաչ աթոռիկներով տեղերն են, որ տեսնում եք Pinterest-ում ու Instagram-ում։ Մեկ էլ մի հատ շատ սիրուն փողոց կա, որ ինքը սենց hidden gem է, իր մասին շատ քիչ գիտեմ, բայց սենց պրям շատ սիրուն գունավոր տներով փողոց է, կոչվում է Rue Crémieux, եթե ճիշտ եմ ասում, Rue Crémieux, դա Մաղեի մոտ է, ու ինչ որ տենց արանքներով ես գնում, որ իրան գտնես, ու շատ սիրուն է։ Առանձնացրել եմ նաև բարեր, ռեստորաններ, coffee shop-եր, որ Փարիզում արժի անպայման այցելել։ Ուրեմն ես իտալական խոհանոցի մեծ սիրահար եմ ու Փարիզում եմ հենց հայտնաբերել ամենահամով իտալական ռեստորաններից մի քանիսը դաժե մեկը, չէ, բայց իրանք նույն գրուպի մեջ են։ Ուրեմն դա Felicita, Pink Mama, Pizzeria
popolare Le petit bouillon faramon այդ ֆրանսիական այն հայտնի ստեյքերն են, հենց ֆրանսիական տարբեր ուտեստներ այնտեղ կգտնեք։ Ես вообще տենց բարերի մեծ սիրահար չեմ, բայց Փարիզում կա մի հատ փողոց Emily in Paris-ի տան մոտակայքում է Emily in Paris-ի տունն էլ գտնվում է Պանթեոնի հենց հետևում։ Օչվում է Մուֆտարդ, ստեղ կգրեմ, Rue Մուֆտարդ ու այդ ամբողջ փողոցը տարբեր բարերով է լցված, տարբեր լիքը ու այդտեղ կարակ գնաք ու ցենց շատ հավես ուրբաթ երեկո անցկացնեք, որտեվ այնտեղ հիմնականում ցենց խիտ ու ցենց երիտասարդությունը ուրախ, ցենց հավես ժամանակ անցկացնում ու networking անեք, ծանոթանաք ֆրանսիացիների հետ, հավես ժամանակ անցկացնեք։ Եկանք իմ ամենասիրած մասը, coffee shop-երը, matcha shop-երը, ցենց ասեմ, Փարիզում անպայման Եթե սիրում եք matcha, եթե սիրում եք ինչ-որ տենց coffee shop-էր հավես, փորձում եք Creamy Daily, Miyabi, Kun, Kuji, Cortado, Fika, Nice, Sevenly Heart, կել իմ ամենասիրելին, բայց ինքը մեր տան մոտ է գտնվում, ես չգիտեմ ինչքանով հարմար կլինի պրոստը գալ հասնել դրա համար այնտեղ, բայց Յուլիտեկա կոչվում, ինքը չինական անկյուն է, այնտեղ համարյա երբեք մարդ չի լինում, co-working space-ը ու ամենահամով մաչաներից մեկն եմ իմ կյանքի ես այնտեղ փորձել։ Ու վերջում, եթե ավելի երկար օրերով եք գալիս ու ուզում եք, օրինակ Փարիզի սա համն ու հոտը առել եք ու ուզում եք ինչ-որ մի հատ ուրիշ էքստրա բան անեք Փարիզից դուրս, մի քանի կետ կարամ ասեմ, որ կարաք դիտարկեք այդ Disneyland-ն ոնց որ հիմնական տարածվածներից, Վերսալ, Ժիվերնի Կլոդ Մոնեի թանգարան, Էտրատան Նորմանդիի մասակազմում ու օվկիանոսի ափին, ցենց մի հատ շատ սիրուն ժայռ ունի, որ նայում ես ու անծայրածիր պրոստը օվկիանոսն է, շատ սիրուն viewpoint է։ Երևի այդքանը։ Մի քիչ ֆինանսի մասին խոսենք։ Իրականում, քանի որ այստեղ եմ ապրում ու համել որպես տուրիստ եմ այցելել շատ, ասեմ, որ ցանկացած բան միայն կախված է, թե դուք ոնց եք ուզում անցկացնեք ձեր հանգիստը։ Օրինակ մի շաբաթով երբ որ եկել եմ, տուն, ուտել, ֆրֆռալ եւ այլն, իմ համար մոտավորապես 1000 եվրոն այսպես ֆուլ է եղել։ Ու իմ համար այդքանը օքեյ եղել։ Մարդիկ կան գալիս են 5000 եվրո էլ են ծախսում, իրենց համար հերիք չի, բայց ուզում եմ ասեմ, որ միշտ հաշվի առեք, որ ցանկացած ճամփորդություն ձեր գրպանին հարիր կարա լինի այն դեպքում, երբ որ դուք գիտեք, թե դուք ինչ եք ուզում այդ ճամփորդությունից վերցնեք։ Եթե ուզում եք պրոստը ճամփորդ լինեք, գնաք, ֆրֆռակ, քայլեք, նայեք ու ձեր համար ընդհանրապես էական չի, չգիտեմ, թե դուք որ ռեստորանում կուտեք, որ coffee shop-ից կօգտվեք, fine, դուք կարաք գտնեք ձեր գրպանին շատ համապատասխան թե հոթել, թե ուտելիք, թե ռեստորան, թե ինչ-որ ամեն ինչ։ Փարիզը պրոստը բաց երկնքի տակ թանգարան է, էդ էլ ձեզ բավականին հերիք կլինի, ուղղակի գաք, պտտվեք, մի հատ հեծանիվ եք վերցնում Վելիբի 3 եվրո արժի ու ցենց պրոստը սա քաղաքով պտտվում եք ձեր համար ու վայելում եք քաղաքը, հարստացած հետ եք գնում։ Սելավի։ Երևի այսքանով ավարտեմ ու եթե ձեզ հետաքրքրում է տենց օրերով բաղկացած տարբերակ, ինչ որ վիդեոյի, որ գայդ կսարքեմ, թե օրինակ այսօրը գնացեք այսինչ տեղերը, այսինչ ռեստորանները, այսինչ տեղերը, մի խոսքով եթե տենց ինչ որ բան է հետաքրքրում ձեզ, կարող եք մեկնաբանություններում գրել, հաջորդ վիդեոն տենց ինչ որ բան կպատրաստեմ։ Եթե ունեք այլ իդեաներ, որ ձեզ հետաքրքիր է ուզում եք կիսվեմ, կարող եք դա գրել։ Այսքանը։ Շնորհակալություն դիտելու համար։ Պակա-պակա։